Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօր նորանտապանի քննարկում հաղորդաշարի մեջ հրավիրել եմ վերլուծաբան Լիբանանի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանին, ողջունում եմ Շահան, գիտեմ 3 ես եկել Հայաստան, Լիբանանից, սկսենք երևի մեր ուրեմն զրույցը Լիբանանի վերաբերյալ Մեր հեռուստադիտողները վստահ եմ, որ լսել են, որ պատերազմական գործողություններ կան, որ պատերազմական գործողությունները նաև Լիբանանին են առնչվում, բայց հիմնականում եթե մարդիկ հատուկ չեն հետևում, տեղեկությունները այսպես կտրտված են, իրար երբեմն հակասող, որովհետև իրականում գտնվում ենք նաև տեղեկատվական պատերազմի մեջ և շատ դժվար է հասկանալ իրականում ինչ է տեղի ունենում այստեղ կամ այնտեղ և արժե արդյոք հավատալ այն տեղեկություններին, որը նայում են կամ կարդում են։ Հիմա մենք ունենք հրաշալի հնարավորություն, դու տեղից ես և մանրամասն կարող ես նկարագրել ինչպիսին է վիճակը Լիբանանի և Իսրայելի միջև և ինչպես են այդ ամբողջը տանում նաև հայկական համայնքում։ Համեցիր։ Շնորհակալություն։ Սա դարաձաշրջանային պատերազմ է, ի տարբերություն նախորդ Լիբանանի դիմակայած պատերազմներին, բայց Իրանից հետո ամենաթեժ գետը Լիբանանն է։ Եվ հատկապես հարավային հատվածը Լիբանանի, բայց նաև Բեյրութի հարավային արվարձանները, Բեյրութը ինքը նաև հրթիռագործվեց եւ որովհետեւ նաև թիրախային հարվածներ են, եթե թիրախը հայտնվում է Լիբանան տարբեր շրջաններում, ուրեմն աշխարհակրությունը այս դեպքում ընդլայնվում է հարվածների, հրթիռագործումների Մի քանի հանգամանք պետք է նկատել, դուք ճիշտ նշեցիք, որ տեղեկատվական պատերազմ է եւ կան հագասական տեղեկություններ, բայց մի քանի հանգամանք իբրև փաստ պետք է անպայման արձանագրել։ Նախ ուրեմն ինչպես ասենք սա ազանցիալ պատերազմ է, եթե նկատի ունենանք մեծ պատերազմը Իսրայել, Միացյալ Նահանգներ մի կողմից եւ մյուս կողմից Իրան բայց նաև արաբական այլ պետություններ, որոնք այս կամ այն կերպ ներկայացվել են պատերազմին, եւ անշուշտ Լիբանանը, որ ունի ազանցիալ կարգավիճակ, բայց նաև ունի բոլորովին նաև այլ դրվածք, այլ հանգամանքներ, որոնք կարող են ինչ որտեղ դարանչադել, այսինքն ուզում եմ ասել, որ եթե անգամ Միացյալ Նահանգներ, Իրան այս բայի դրությամբ բանակցային գործընթացը սկսվի կամ հրատատարի համաձայնություն լինի, դա անմիջականորեն չի ընդհանրում անպայման, որ Լիբանանում եւս հրատատար կլինի, որովհետեւ Իսրայելը առաջադրել է անվտանգության կոդի ձևավորել, ինչը ներխուժման տեսքով արդեն սկսել է փուլ առ փուլ իրականացնել։ Սա իբրև կարևոր փաստ, որ նախկին պատերազմական անկրվաններին չեր գրանցվել, հիմա արդեն ընթացքի մեջ է։ Երկրորդ ոճը նաև հարվածների թիրախային շրջաններ, բնակավայրեր, ամբողջ ուրեմն հարթ հավասար վիճակի է մատնում Իսրայելը, սա բնականաբար դժվարացնում է լրիվ ոչնչացնում է ամբողջ կառուցվածքները, շենքերը Այո, որոշ սահմաններով տարածքներ, սա խոչընդոտում է, արգելակում է քաղաքտականների վերադարձը, եթե նախկինում քաղաքտականները հրատատարից հետո վերադարձան մեծ մասով նաև իրենց բնակավայրերը, այս դեպքում բավական անորոշ է նաև այդ առումով, սա հիշեցնում է Գազայի նկատմամբ Իսրայելի իրականացրած գործողությունների նպատակը եւս ամբողջ դեմոգրաֆիկ ժողովրդական պատկերի փոփոխության ուրեմն իրականության դիմաց է գտնվում Լիբանանը, որովհետեւ պաշտոնական թվերը բավական ցնցիչ են, արդեն խոսվում է 1.300.000 քաղաքտականի ներքին փախստականների
երևույթի մասին։ Սա ամբողջ Լիբանանի ներլիբանանյան առումով ժողովրդական պատկերի փոփոխության, գդրուկ փոփոխության կարող է հանգեցնել։ Ես ուզում եմ մի հարց տալ, Լիբանանի եւ Իսրայելի մեջ միջնորդում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ կարծես թե առաջընթաց կար, ծովային սահմանը կարծես թե համաձայնության եկան եւ թվում էր թե պիտի այդ ընթացքով գնա, ինչը խանգարեց, որ այդ հաշտությունը տեղի ունենա եւ այս նոր պատերազմական գործողությունների սկիզբը դա ինչը եղավ, ինչու եղավ այդպիսի գործողություններ։ Շատ ակտուալ հարց է, որովհետև վերջերս Իսրայելը հայտարարեց նաև, որ պատրաստվում է չեղարկել ծովային սահմանազատման համաձայնությունը։ Գիտեք, երկարադեպ բանակցություններից հետո միջնորդավորված ծովային սահմանազատումը իրականացավ։ Հիմա այդ ծովային սահմանազատման հիմնական նպատակը ընծովյա էներգիայի բերման, դիրաբետման, արտահանման ամբողջ նախագծերն էին, ծրագրերն էին։ Հիմա ինչու ուզում է նաև չեղարկել, որովհետև իր առաջադրած նոր անվտանգության կոդին մինչև սուր քաղաքը ներառելով, ուրեմն բնականաբար նաև այդ չրային իր տարածքները ընդլայնելու ծրագիր ունի, այսինքն չեղարկման հայտարարությունը կամ նախապատրաստությունը այդ տարածությունը պիտի կցվի Իսրայելին ըստ պլանի, անվտանգության կոդին, այո, բնականաբար իրենք անեքսիայի մասին չեն հայտարարում պաշտոնապես, բայց ըստ էության դա է, ըստ էության անմարդաբնակ տարածք, անվտանգության կոդի, արգելակիչ կոդի, ինչ դարազել տանք, ըստ էության այնտեղ իսրայելյան ուժերի վերահսկողության կամ ոչ միայն Հեզբոլլայի ուժերի նահանջն է, հետքաշումն է, հերացումն է այդտեղից, սկիզբը նաև առաջի հրատատարի համաձայնության մեջ ներառված էր գետ, որ Հեզբոլլայի թիրքերը պիտի փոխարինվեն լիբանյան բանակի չոկատներով, ստորապաժանումներով, հիմա դա էլ չկա, հիմա լրիվ անմարդաբնակ տարածքային, ինչու հանկարծ այդպիսի ընթացք ստացվեց, որտև Իսրայելը լիարժեք օգտագործեց Հեզբոլլայի կողմից հրթիռագործումները դեպի Իսրայել, չնայած գա քաղաքական որոշակի դրամապանություն, որ սա բادرվակ էր, ի վերջո Իսրայելի համար սա վաղեմի ծրագիր էր հարավում ստեղծել անվտանգության կոդի, որի նախադրյալները գային համենայն դեպս։ Եվ ուրեմն այդ դարածքի ամբողջովին անմարդաբնակ վերածելը խորքի մեջ նաև վերադառնալով ծեր հարցին չէր բավարարվում միայն ընծովյա էներգիայի բերման, որոնման, արտահանման այդ ծրագրերը իրականացնելով, նաև շատ ուշագրավ է հետաքրքիր է, որ Իսրայելը ուրեմն անվտանգության կոդու, այսինքն ներխուժման խորացման իր աշխարհագրության սահմանների ճշտման համար քեդերի անուններ է տալիս, այսինքն Լիտանի քեդ, Զահրանի քեդ, ինչը խոսում է նաև այն մտածության մասին, որ Իսրայելը այս կերպ ուզում է նաև վերահսկողություն հաստատել լիբանյան ջրային բաշարների վրա, որովհետև նաև գիտեք ամբողջ աշխարհը թեւի ուրեմն ջրային բաշարների օգտագործման վերահսկման այդ միտումն էր, դեպի այնտեղ են գնում երկրակունքը ընդհանրապես եւ դրա գարիկը անհրաժեշտությունը ունի։ Ուրեմն այդ հրատատարի բազմաթիվ խախտումներ էին արդեն արձանագրվում նախորդ պատերազմի իբրև կանկար կամ հրատատարի համաձայնություն հագարակ այդ համաձայնության Իսրայելը շարունակում էր հրթիռագործել հարավային հատվածը հատկապես թիրախներ, թիրախային գործողություններ, անվերջ լիբանյան օդային տարածքի նկատմամբ ոտնձգություններ էր իրականացնում եւ իսրայելյան անօտաչու սարքերը Բեյրութի վերև ազատ շրջակայում էին։ Ուրեմն հրատադարի համաձայնությունը ըստ էության չէր հարկվում արդեն մինչև այս վերջին փրկումը։
Լիբանանը գտնվում է ծայրահեղ ծանր տնտեսական ճգնաժամի մեջ եւ նաեւ իշխանական ճգնաժամի մեջ։ Դրա հետ միասին, եթե գումարում ես այդ պատերազմական գործողությունները, ինչպես են լիբանանցիները կարողանում դրա հետ դրանից գլուխ անել, որովհետեւ տնտեսական ծանր ճգնաժամ եւ նաեւ պատերազմ, հիմա փախստականներ, այդ ամբողջը միասին արդյոք կարող է վտանգել լիբանանյան պետականությունը որպես այդպիսի։ Բնականաբար պատերազմի ծանրակույն հետևանքներից մեկը սոցիալական, տնտեսական խնդիրներն են, առանց այդ էլ արդեն Լիբանանը հայտնվել էր ֆինանսա-տնտեսական խոր ճգնաժամում։ Դեռ խաղաղ ժամանակ այո, որտեղ ամբողջ տրամադանային համագարկը սառեցվել էր եւ տրամադանային համագարկը Լիբանանի տնտեսության հիմնական հենասյուներից էր։ Գիտեք, նաեւ իբրև նոր երևույթ քաղաքական առումով մենք խոսեցինք քիչ առաջ ռազմական գործողությունների դրամապանության մասին եւ հետաբնտած նպատակների մասին, բայց նաեւ քաղաքական առումով կարևոր շրջադարձ էր այստեղ, որովհետև առաջի անգամ լինելով կառավարությունը որոշում կայացրեց արգելելու Հեզբոլլահի ռազմական գործողությունները։ Իհարկե դրա գործադրելիությունը խիստ դարագործելի է, որովհետև պասորեն պատերազմը շարունակվում է եւ Հեզբոլլահը շարունակում է դիմագայել, դիմադրել, բայց որոշումը կարծում եմ ուղերձեր նաև միջազգային ընտանիքին, որ պաշտոնական Բեյրութը համաձայն չէր այս պատերազմի փրկման կամ լիբանանյան տարածքներից իրականացված հրթիռագործումներին եւ այլն։ Երկրորդ քաղաքական որոշումը նաև Լիբանանի արտգործնախարարը վերջերս նաև անցանկալի անձնավորություն համարեց Իրանի տեսփանը, Լիբանանում գործող Իրանի տեսփանը, անգամ նաև ժամկետ ճշտեց մինչև 2 օր առաջ, որ պետք է լիբանյան տարածքներից հեռանա Իրանի տեսփանը, որ շարունակում է մնալ եւ պաշտոնական հաղորդակցությամբ Իրանի տեսփանությունը հրաբարագեց այն մասին, որ տեսփանությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Այս բոլորը անգախ միջազգային ընտանիքից հղված ուղերձներից, բայց կարող են եւ արդեն ստեղծում են ներքաղաքական լարվածություն, որտեղ միանշանակ չի ընդունվում նման որոշում, բայց ուզում եմ ասել այն նոր դիրքորոշումի մասին, որին անում է պաշտոնական Բեյրութը, ըստ իս նաև արտաքին ճնշումների իբրև արդյունք։ Այս բոլորը նաև դեռևս անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ, որովհետև սա լուրջ խնդիր է, Պաշտոնական հայտարարությունները առ այն, որ Լիբանանը պատրաստ է նաև ուղիղ բանակցելու Իսրայելի հետ, ինչին Իսրայելը թերևս չի արձագանքել, նախապայման է դրել, որ մինչև այդ պետք է Լիբանանը պաշտոնապես ճանաչի Իսրայելի պետությունը։ Սա, գիտեք, կտրուկ շրջադարձ է նաև Լիբանանի pedagogan գեցվածքներին, դիրքորոշումներին Իսրայելի նկատմամբ։ Սա համաարաբական խնդիր է, որովհետև մինչև նաև Գազայի պատերազմի փրկումը արդեն սկսել էր գործընթաց արաբական պետություններ Իսրայել դիվանագիտական հարաբերությունների հաստատման կամ հարաբերությունների բնականոնացման առումով։ Հիմա նաև որոշ նախադրյալներ կան, որ Լիբանանը նաև այդ ուղղությամբ գնալու է։ Քաղաքական հանգամանքները եւս մի կարևոր երևույթ կա, որին պետք է արձանագրել, այս բոլորից առաջ Սիրիայի վարչագարկային արմատական փոփոխությունը եւ արաբական աշխարհում միջին արևելքում Սիրիայի սպառեցրած թիրքերի հիմնական վերափոխումը, որ կապվում է նաեւ Իրանին, կապվում է նաեւ Լիբանանին, կապվում է նաեւ Իսրայելին։ Հեզբոլլահը որպեսզի շարունակի հրթիռներ արձակել կամ դիմադրի մարտական գործողություններին, մենք գիտենք, որ մարտական գործողությունները հսկայական ռեսուրսներ են պահանջում, ֆինանսական ռեսուրսներ, զինամթերք եւ այլն։ Այս պայմաններում, երբ որ Սիրիան էլ չի գործում, ինչպես է գործում Հեզբոլլահը։ Ինչ ռեսուրսներ ունի, որտեղից են այդ ռեսուրսները, արդյոք
Իրանը այս պատերազմական այս իրավիճակում շարունակում է Հեզբոլլահին անպատասխան օգնություն ցույց տալ։ Կարծում եմ, որ դժվար է, որ նախկին թրությամբ Իրանը շարունակի սպառազինել Հեզբոլլահին, բայց ծեր նշած երևույթը ճիշտ է, որովհետև նման դարողությամբ պատերազմին Հեզբոլլահի թիմադրության շարունակումը ինքնին մտածումի դեմք է տալիս, որ նախ պետք է բավական լուրջ սպառազինություն զինվորական առումով զինամթերքի արկայություն, քոյություն պետք է։ Հիմա կար տեսություն, որ նաև Սիրիայի վարչագարկի փոփոխության այդ օրերին որոշակի զինաբաշար եկել է նաև Սիրիայից, բայց այս բոլորը ենթադրության վերլուծումի սահմաններում են, գիտեք, այդ սպառազինության ճանապարհների մասին կոնկրետ տեղեկությունները դժվարանում եմ, այսինքն ընդհանրապես բարձ ձևով իբրև փաստ արձանագրել, բայց բնականաբար կան ենթադրություններ, կան վերլուծումներ, բայց փաստը կմնա փաստ, որ Հեզբոլլահ շարունակում է բավական լուրջ ձևով դիմադրել։ Չնայած ես քիչ առաջ ասացի, որ հիմնական փոփոխությունը ան է, որ թանթաղ դեղաշարժով ներխուժման տեսքով հարավային շրջաններ թափանցման գործողություններ իրականացվում են, թերևս հստակ չէ, թե ինչքան տարածքի է վերահսկում իսրայելյան ընդհանրապես բանակը, բայց այնուամենայնիվ այս միդումը եւ այդ միդումի իրականացման նախադրյալները դեսանելի են, նպատակը բարձ է, նպատակը հարավում անվտանգության կոդու ձևավորում։ Ավանդաբար Լիբանանը եղել է հայկական սփյուռքի խոշոր աղտոջախներից մեկը։ Եվ ես ուզում եմ ձեզ հարցնել, ինչ վիճակում է հիմա հայկական համայնքը Լիբանանում, այս բոլոր փորձությունները, տնտեսական ճգնաժամը, պատերազմական գործողությունները ինչ ազդեցություն են թողնում հայ համայնքի վրա, գործում են արդյոք համայնքային կառույցները, մամուլը եւ ինչ ձևով էլի։ Գիտեք, նախ ասեմ, որ պատերազմական այս ընդհանուր մթնոլորտում խուջաբային դրամատություններ կամ խուջապ չկա ընդհանրապես, չկա նաև զանգվածային արդահոսք կամ լքել, թողել, հեռանալու երևույթներ։ Բնական է, որ պատերազմը անհանգստացնող է իր անորոշությամբ, անկանխատեսելիությամբ, անհեռանկարայնությամբ, այս բոլորը կան իհարկե, բայց նման զանգվածային խուջաբային մթնոլորտներ չկան։ Գիտեք, այս ամբողջ ընթացքին նաև Բուչամուդի հայահոց թաղամասերի անմիջական հարագից շրջանի մեջ նաև հրթիռագործում արձանագրվեց, ինչ որ թիրախ էին ճշտել եւ այդ թիրախը հարվածեցին 2 անգամ, այդ անհանգստությունը կարելի է ասել, որ ավելացավ, բազմապատկվեց, բայց հիմնական առումով այդ մտահոգիչ խուջաբային իրավիճակը չկա։ Վարժարանները, ինչպես լիբանյան բոլոր դպրոցները, որոշ շրջանի համար փակ էին, եթե սաստկանան, ուրեմն ռազմական գործողությունները, գրթության նախարարության որոշումին համաձայն նաև դպրոցները ժամանակավոր կփակվեն, բայց վերստին կվերապացվեն։ Կառույցները ընդհանրապես փորձում են նորմալ աշխատել, բայց տնտեսական դժվարությունը եւ մանավանդ կանխատեսումը, որ այս ընթացքով սղաճի մակլցողականությունը եւ տնտեսական խորը ճգնաժամը իր ծանրակույն հետևանքները կարող է ունենալ նաեւ ընդհանրապես անհատական մարդկանց, բայց նաեւ հավաքական գազագերբ կյանքի վրա տարբեր ոլորտներու եւ հոգեվոր եւ մշակութային եւ գրթական եւ ազգային հասարակական, բայց Լիբանանը մեկ փաղադրիչն է ընդհանրապես լիբանյան հասարակության եւ գրում է այն բոլոր ծանր հետևանքները, որ ընդհանրապես Լիբանանը եւ Լիբանանի ժողովուրդը գրում են։
Շատ լավ, ես առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային դադարի, որից հետո սկսենք քննարկել Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սանձազերծած պատերազմի մանրամասնությունները, հետևանքները եւ նաեւ հայկական տեսանկյունից։ Գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Ապրիլի 1-ին ազգային տեխնիկային թատրոնում կկայանա հեղինակային երգի բարեգործական երեկո։ Այս անգամ երգանները հավաքվել են ի աջակցություն Հուսո տուն բարեգործական կենտրոն հիմնադրամի։ Ամերիկի ընթացքում դուք կարող եք ունկնդրել Ռուբեն Հախվերդյանի, Երևանի ոսկյաշուն, Էդուարդ Զորիկյանի, Մուրացկանին, ֆանականին, ճգնավորին միանձնոհուն, Արմինե Հայրապետյանի, Հայկ Պետրոսյանի, անցած օրեր, դարձած ուշեր, Գագիկ Շիբոյանի, Կյանքի ճամփով միշտ Արեգ Նազարյանի սուտանկերը մարդից կորած իրական եւ Վախթանգ Հարությունյանի կատարումները Ժամանակին արեգակից չրակի լույս փոքրիկ վառը եւ ձեր մասնակցությամբ մաս կազմել այս կարևոր գործի։ Միասին կարող ենք անել ավելին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Fast Ticket կայքից։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արա
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Շարունակում ենք մեր զրույցը, վերլուծաբան Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտարյանի հետ։ Անցնենք ամենակարևոր թեմային, դա Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից անձազերծած պատերազմն է Իրանի հանդեպ և կարծես թե Միացյալ Նահանգների և Իսրայելի պլանը մի քանի օրվա մեջ այդ հաղթանակի հասնել, ռեժիմը փոխել և այնտեղ հեղափոխություն լինի և այլն, կարծես թե չստացվեց։ Իրանը բավականին լուրջ դիմադրում է։ Ես կուզենայի ձեր մեկնաբանությունները այդ պատերազմի վերջին իրադարձությունների շուրջը, ես նկատի ունեմ Հորմուզի նեղուցի Իրանի կողմից վերահսկելու հավակնությունը, ասենք այնտեղ վճարները նավերի կողմից կամ ասենք միայն բարեկամական նավերին բաց թողելու խնդիրը, ինչպես նաև այդ միջնորդավորված բանակցությունները, որոնք որ իրար դիրքորոշումներ փոխանցում են մեկը մյուսին Իրանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բավական ընդգրկուն եւ թեժ թեմա է, բայց մինչեւ պատերազմի բռնգումը, այդ հետաքիծը, եթե իրադարձությունների նկատի ունենանք, նախ ամեն ինչը սկսվեց, կարծում եմ, իրանյան պրոքսիների ուղղությամբ լրջակույն հարվածներով։ Ուրեմն եւ Համասը, եւ Հուսիները, եւ Հեզբոլլահը, նաեւ Սիրիայում գտնվող իրանյան հենագետերը այսօր նույն համապատկերը չեն բարձր իրենց ուրեմն ունեցած կարողականությամբ, ճիշտ է, ուրեմն Հեզբոլլահը թիմադրում է, շարունակում է, բայց ամենայնտեղս քիչ առաջ խոսեցինք ներխուժման եւ այն բոլոր հանգամանքների մասին, որոնք նախկին դրույթից տարբեր են ամենայնտեղս, առավել եւս քաղաքական իրավիճակի փոփոխություն, այսինքն իրանյան հենագետերը Սիրիայից հեռացել են, Համասը Գազայում նույն ուժեղ թիրքերը չունի, Լիբանանի մասին արդեն բացատրեցինք, Հուսիները նոր ներգրավվեցին պատերազմին եւ նախկին գործողությունների գշիրը դարողությունը ամենայնտեղս չկա։ Ուրեմն պրոքսիներից հետո չմոռանանք նաեւ, որ ներքին խլրդումներ, բողոքի ակցիաներ եղան Իրանի դարածքին, այսինքն զանգվածային ցույցեր էին, սպանություններ եւ գուցե այն հաշվարկը գար, որ արտաքին հարվածներից ներքին խլրդումների այդ իրավիճակից հետո բահը հարմար է ուղղակի նաեւ հարվածելու Իրանին եւ իրականացնելու իշխանապողություն։ Գիտեք, Վենեսուելա երկուսի դարբերակի հավանականությունը գար այս դեպքում, ինչպես այնտեղ Մադուրոյի չեզոքացումով շատ արագ նաև Միացյալ Նահանգները վերահսկողություն ամբողջական հաստատեցին էներգիայի վրա Վենեսուելայի, այս դեպքում ուրեմն Խամենեիի հոգևոր առաջնորդի թիվ մեկ ղեկավարի ուրեմն սպանությունը Միացյալ Նահանգների կողմից կամ Իսրայելի կողմից, ուրեմն այդ արդյունքին չհանգեցրեց, այսինքն
Եթե այսօր Իրանը եւ Միացյալ Նահանգները գնան բանակցություններին, ոչ վարչագարկն է փոխվել, ոչ Իրանն է մասնատվել, ոչ քրդական կորձոնը իբրև անչադողական աշխատել է, նույնը նաեւ ազերիական ցակում ունեցող հասկապնակցությունը։ Ճիշտ է, Իրանի թիրքերը կարող են լրջակույն հարվածներ ստացած լինել, բայց մյուս երևույթները դեռևս բավանվում է եւ դիմադրությունը շարունակվում է։ Կարծում եմ ամբողջ խնդիրը բոլորի ի վերջո բարձ է որ լինելու է բանակցություն, բայց ամբողջ խնդիրը այստեղ նաեւ Իրանի էներգիայի համագարկն է եւ նաեւ էներգիայի այդ դարանցիկ ուղիներն են, որովհետեւ իբրև ռազմավարական նշանակություն ունեցող գեդեր են ճշտվել Հորմուզի հարագից գղզիները, Աբու Մուսան, Լարակը եւ Խարկը եւ իբրև նաեւ հանգուցագեդերը ամբողջ էներգագիր համագարկի եւ գիտեք ուշագրավ հայտարարություն արեց Թրամփը, երբ ասաց, որ հաջորդը լինելու է Կուբան։ Եթե հաջորդի մասին է խոսում, ուրեմն ինչ որ շարքի մասին է, չէ՞, եւ այդ շարքը ուրեմն Վենեսուելան էր, Գրինլանդներն էին, Իրանը, հետո Կուբան, բոլորի ընդհանուր առանցքը կարծում եմ նաեւ հատկապես Չինաստանի հետ հարաբերակցաբար մեծ արևդուր անելու եւ այդ արևդուրի ոլորտի մեջ էլ ամենեն հիմնական բաժինը բնականաբար վարելիքն է, գազը, նավթը եւ այլն։ Ուզում եմ այսինքն բարձրափանել գուցե որ մեծ տնտեսական պատերազմ է եւ եթե Միացյալ Նահանգները չի հաջողում այդ մրցունակ լինել Չինաստանի հետ տնտեսական պատերազմին, պատերազմական գործողություններով փորձում է ուրեմն այդ բոլորը հակակշռել այլ հունավորում դալով այդ մեծ արևդուրին, մեծ գործընթացներին եւ դրա համար նաեւ այս ամբողջ հանգույցը գայադանիկ բանակցություններին հիմնական կետը կարծում եմ Հորմուզն է լինելու, Հորմուզի վերահսկողությունը կամ Հորմուզից անցնող էներգագիր ամբողջ այդ համագարկի վրա վերահսկողություն կամ առնվազն մասնաբաժին վերապաշխելու ուրեմն այդ համաձայնություններն են լինելու։ Այսպեսի մի հարց, միջև պատերազմը Հորմուզի նեղուցի հետ կապված որևէ խնդիր կար, այսինքն ինչ որ խոչընդոտում կար նավերին, ինչ որ գումար էին վճարում, որ անցնում են այնտեղ, որովհետև հիմա փաստորեն երբ որ երկու կողմն էլ ուզում են այդ նեղուցին տիրել, ստացվում է իրավիճակ, որ միջև պատերազմը ուրեմն ավելի ընդունելի էր տնտեսական վիճակը, որովհետև նավթի գները ցածր էին, բոլոր նավերը անցնում են այդտեղով առանց խնդրի, հիմա նավթի գները բարձրացել են եւ Իրանը շարունակում է իր նավթը ծախել ավելի լավ, քան միջև այդ էր։ Գիտեք, նախորդ պատերազմական արարներին Իրանը սպառնաց բարձրապես Հորմուզի չրանցքը փակել, բայց չփակեց։ Երբ այսինքն այդ պրոքսի պատերազմները վերածվեցին ուղիղ տարածքային հարվածների Իսրայել, Իրան, այդ չրանցքի փակումի մասին սպառնալիք հնչեց, բայց փակումը չիրականացվեց, այսինքն չփակեցին։ Եվ փակումը փաստորեն վարելիքի սակակների վրա կտրուկ ազդեցություն ունեցավ։ Դրա համար էր նաև Միացյալ Նահանգների փոխ նախագահի հայտարարությունը, որ իրենք մտադրություն չունեն մնայուն այդ շրջանում մնալու եւ ամիջապես հետո ասեց, որ շուտով նաև վարելիքի
գները կնվազեն, գիշնեն կվերադառնան իրենց բնական գներին։ Ուրեմն սա նաև ներ-ամերիկյան առումով նշանակություն ունի, որովհետև նոյեմբերին ընտրություններ են եւ այդ ընտրությունների վրա շատ մեծ ասացություն կունենան Միացյալ Նահանգների բادرազմելը, Միացյալ Նահանգների բادرազմական գործողությունների իբրև արդյունք, ուրեմն սղաճը, վարելիքի գների բարձրացումը եւ այլն։ Հիմա կարծում եմ փորձ է կատարվում ելքեր գտնելու, որովհետեւ գոմերը գնան երկխոսության, չնայած որ արդեն իսկ միջնորդավորված բանակցություններ սկսել են արդեն ըստ լրատվությունների պաշտոնական նաև։ Խոսենք մի փոքր ցամաքային օպերացիայի մասին։ Ակնհայտ էր, որ Իրանի ռեժիմը Իրանին թույլատնելուց բացի այդ հարվածները ոչինչ չեն անելու, որովհետև միջև չլինի ցամաքային օպերացիա Իրանում որևէ բան չի փոխվի։ Եվ արդյոք ելնելով այդ քաղաքական խնդիրներից, ինչպես դուք ասացիք, եւ նաեւ միջանկյալ ընտրությունների մոտիկությունը, արդյոք Տրամպը այդպիսի ռիսկ կանի ամերիկացիների կյանքերի հաշվին, ուրեմն ինչ-որ օպերացիա անել, որը որ իրեն անմիջապես այնտեղ ռեյտինգը կիչեցնի։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ ցամաքային գործողությունների սկսման նախապատրաստական աշխատանքները իբրև թիրախային գետ ճշտել են դարձյալ Հորմուզի ջրանցքի հարագից գազիները, այսինքն խնդիրը դարձյալ նույն հանգույցին է վերաբերում, եթե լինեն ցամաքային գործողություններ, ուրեմն ցամաքահանումներ, պիտի վերաբերեն դարձյալ այդ էներգիայի համագարկի եւ էներգիայի հետ կապված այդ ռազմավարական ուղիների վերահսկողություն հաստատելու ուղղությամբ։ Բայց գիտեք, այստեղ մի կողմից հայտարարվում է, որ ուզում են շուտով ավարտել պատերազմական գործողությունները, մյուս կողմից նախապատրաստվում են ցամաքային գործողությունների, այսինքն այս երկու երևույթները զուգահեռ են գնում։ Հիմա եթե դրամապանենք այնպես, որ այդ բոլորը սպառնալիք են, որպեսզի Իրանը ընդունի ամերիկյան կանոններով գնալ բանակցությունների, չի բացառվում իհարկե, բայց Իրանն էլ մինչ այժմ նախկդրուկ ուրեմն ժխտում էր, որ բանակցություններ չեն եղել, որ իրենք գոմ չեն բանակցությունների, Իրանը հարձակման է ենթարկել եւ Միացյալ Նահանգները չէ որ պիտի ճշտի հրաթաթարի շուրջ բանակցություններ սկսելու թվականը, օրագարկը եւ այլն, հետո նաեւ որոշ երանգային փոփոխություններ ներառվեցին Իրանի պաշտոնական հայտարարություններում, առ այն որ Իրանը երաշխիքներ կպահանջի, որպեսզի դադարեցնի պատերազմը եւ գնա հրաթաթարի շուրջ։ Իրանը պահանջում է նաեւ պատճառած վնասի փոխհատուցում։ Պատճառած վնասի փոխհատուցում, երաշխիքներ պատերազմը չվերսկսելու եւ նաեւ իր քերիշխան իրավունքների չզիջելու։ Գիտեք, բնական է, որ սկիզբը երկու կողմն էլ իրենց նախապայմանները, իրենց հրեդորապանությունը, իրենց պահանջները կբարձրացնեն, նաև ներքին լսարանների ուղղված բաժիններ կան այս բոլորի մեջ, բայց ի վերջո եթե ընդունենք, որ նաև Միացյալ Նահանգները 15 գետանոց ուրեմն առաջարկների փաթեթ է ուղարկել Պակիստանի ջամփով եւ այդ փաթեթի վրա փաստաթղթի վրա աշխատում են արդեն, վերջերս նաև Տրամպը հայտարարեց, որ այդ ուրեմն Միացյալ Նահանգների կողմից հայտարարված ժամկետից առաջ նույնիսկ կարող է գործարք լինել Իրանի հետ։ Ինչ, հետևենք իրադարձություններին, տեսնենք ինչպես կզարգանան, ամեն դեպս այդ պատերազմը բավական մեծ սպառնալիք է ոչ տարածաշրջանի համար, այդ թվում նաև Հայաստանի համար, որը իր խնդիրները ունի, բայց այս պատերազմի ֆոնի վրա այդ խնդիրները դառնում են ավելի այսպես սպառնալի։ Շնորհակալություն եմ հայտնում հետաքրքիր զրույցի համար,
Սելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ավելուծաբան ազդակորաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ։ Բախտում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։